Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի գալուստ եւ ողջույններ, ջերմ ողջույններ հանրային ռադիոից բոլորիդ։ Մաղթում ենք ձեզ լավ տրամադրություն եւ ովքեր դեռ տանից դուրս չեն եկել, շտապ ենք տեղեկացնել, որ այսօր անհամեմատ ավելի ցուրտ է տակակնվեք, որ չմսեք։ Այսօր շատ հետաքրքիր օր է, Լուսինե, կարող ես ինձ շնորհավորել։ Ճիշտ եմ հասկանում, ինչի առիթով պիտի քեզ շնորհավորեմ։ Ասեմ, թե մի քիչ զգեմ, ինտրիգը պահեմ։ Գուցե մի քիչ հուշես, որովհետեւ մի օր կա այդ դրա առիթով հաստատ քեզ չպիտի շնորհավորեմ։ Դուք էլ բազում օրեր ունեք կանայք տարվա ընթացքում, բայց մենք գոնե այս մի օրը ունենք։ Մենք այս մի օրը ունենք։ Մի օր ունենք, այսօր մի րոպե։ Ասեմ։ Այսօր ամսի քանիսն է? Այսօր 19 նոյեմբերի տղամարդկանց համաշխարհային օրն է։ Իսկապես։ Այո։ Դե կներեք, դուք մարտի 8 ունեք, ապրիլի 7 ունեք, բա մենք տղամարդիկս մի օր չունենանք ասա։ Կտոնը շնորհավոր, լալայ։ Դե որպես նվեր կարող եմ սա ընդունել, լավիակաճներս պաշտպանված էին ականջակալով։ Դե լավ նուրբ երկեցի, որ չվախանաս։ Այնպես որ արի շնորհավոր ենք բոլոր տղամարդկանց, այսօր հետաքրքիր օր է։ Այո, էլի հետաքրքիր տոներ ունենք, այդ ամենի մասին քիչ անց տարօրինակ տոներ ունենք։ Բարի լույս բոլորին, արթնանում ենք։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:34 նոյեմբերի 19-ն է, օրը չորեքշաբթի։ Եվ չենք մոռանում, որ այսօր տղամարդկանց համաշխարհային օրն է, եւս մեկ անգամ շնորհավորում եմ իմ շատ սիրելի գործընկերոջը, եւ ասեմ, որ ես շատ երջանիկ մարդ եմ, այն երջանիկ մարդկանցից եմ, ում բախտ է վիճակվում ունենալ լավ արական սեռի ներկայացուցիչների ընկերներ, այո, իմ ընկերների մեծ մասը
տղամարդիկ են, եւ ես նրանց բոլորին եմ շնորհավորում, իսկ իրենք մեկը մեկից լավն են, հրաշք են ուղակի։ Տիգրան ջան, շնորհակալություն, որ կաս մեր կյանքում։ Ես կանտեղ ինձ դուրս եկավ, ինձ Դե զգաս նստեցի, սկսեցի ժպտալ տեսախցիկի մեջ։ Դե հիմա դա այդպես է, իրականում կինը Շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Երբ կողքին Իհարկե, դա փոխադարձ է, դա փոխադարձ է։ Այո, Իդեպ մեզ կարող եք տեսնել նաև armradio.am կայքով ունենք live, ունենք անձնական live-եր TikTok-ով, ունենք live Facebook-ում, ունենք հեռախոս 553702։ Այո, զանգահարեք եւ շնորհավորեք տղամարդկանց, իրենց համաշխարհային օրվա առիթով նպատակները շատ են այս տոնի հետ կապված, ինչ նպատակներ ունի տղամարդկային համաշխարհային օրը, նախ խոսենք դրա մասին, որ տղամարդկանց ֆիզիկական եւ հոգեկան առողջության խնդիրների բարձրաձայնմանն է վերաբերում, օրինակ դեպրեսիա, բարձր ստրես, հա, եւ տարբեր, այո, դե հա, միանշանակ։ Ես խնդիրներ չունեմ, որ առանձնացնում այս կետը ինձ համար չէ, ես խնդիրներ չունեմ։ Տիգրան ջան, դու ստրեսի ես ենթարկում կողքիններին։ Դա էլ կա, ինչու ոչ, բայց հումորով։ Հա, իհարկե հումորով։ Տղամարդկանց դրական, այսպես դերի, հա, մոդելի գնահատման օր է նաև այսօրը։ Հասարակական հարաբերություններում բարելավում, խնդրեմ, փոխադարձ հարգանքի խրախուսման։ Այստեղ նաև հավասար բաշխման մասին է գնում խրախուսում ընտանիքում, աշխատանքի մեջ եւ հասարակությունում, բայց մի բան ֆիքսենք, որ մեր հայ իրականությունում մի քիչ այլ ձև է բաշխված դերերը եւ ճիշտ ասած շատ լավ է որ այլ ձև է։ Ես սուրճ եմ դնում եւ զբաղվում եմ տան հարցերով։ Դրա մասին չեմ խոսում։ Դուք ջենթլմեն են հայ տղամարդիկ։ Լավն են հայ տղամարդիկ, շատ դրական կողմեր ունեն, որ այլ երկրների տղամարդիկ չունեն դա։ Ես համաձայն եմ քեզ հետ։ Այո, մեկ նույնիսկ նեղվում ենք այնքան շատ ջենթլմեն եք, դուք իսկապես այդպես է եւ շնորհակալություն հայ իսկական հայ լավ տղամարդը անգնահատելի է։ Լավ էր։ Այսպիսի խոսքերից հետո հիմա ոնց աշխատեմ ասա։ Աշխատիր։ Ոնց աշխատեմ։ Ավելի ոգևորված։ Դե ինչ, նոյեմբերի 19-ը էլ ինչ կա չկա օրացույցում կիմանաք քիչ անց, իսկ այս պահին ես առաջարկում եմ խոսենք եղանակից։ Սրտից։ Ես այսօր սարել եմ գալուց, այո, ամրցել եմ իսկապես։ Բայց առանց տեղումների եղանակ են մեզ խոստանում, ինչպես հարաբերության տարածքում, դե բնականաբար։ Արդեն զգում ես, որ ձմեռն է մոտենում, բայց եկեք գոհ լինենք, էլի նոյեմբերի կեսից ավելին անցել է։ Նոր զգում ենք ցուրտ եղանակ։ Բայց լուսադեմին Արարատյան դաշտում սպասվում է կարճատև մառախուղ այսօր եւ առաջիկա օրերին եւս։ Դա լուսադեմի մասին է խոսքը, ցերեկը մառախուղ չփնտրեք։ Ես երբ իմանում եմ մառախուղի մասին, մի անգամից հիշում եմ տարիներ առաջ հիշում ես Երևանը մառախլապատ էր դարձել եւ մառախուղը եկել նստել ու չէր հեռանում։ Հիշում ես արևի կարոտ էինք մնացել։ Հիմա որ հանկարծ փոքրինչ մառախուղ եմ տեսնում, մի անգամից լարվում եմ, ասում եմ էլի չգա մնա թող գնա հեռանա։ Ունենք քամի, ասեմ հարավ-արևմտյանը 2-ից 5 մետր վարկյան հեռագությամբ, օդի ջերմաստիճանը այսօր ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա եւս 2-3 աստիճանով, խոսքը հանրապետության տարածքի մասին է։ Երևանում այս պահին 6 աստիճան տաքություն, օրվա ընթացքում մինչև 10 աստիճան կբարձրանա Սանդղակը, 10 մի րոպե, 10 աստիճանով ասա 18, սա էս ասում։ Այո, 18, մեծացել ենք տեսողությունում։ Հա, բայց էլի առանց տեղումների եղանակ է Երևանում, եւս մեզ մոտ մառախուղ չկա, չշփոթեք, Արարատյան դաշտավայրի մասին էինք խոսում քիչ առաջ։ Այսքանը թերևս եղանակի մասին։ Փոքրինչ սրտաշունչ է, այո, այնպես որ տակ հագնվեք, եթե տանից դուրս եք գալիս։ Գնանք ավտոճանապարհներ, դե բնականաբար Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված այն դեռ շարունակում է մնալ փակ, հուսանք մինչև ամանոր կհասցնեն ավարտին, հուսանք իհարկե, լավ կլիներ այդպես լինի։ Արտաշատ Երևան ավտոճանապարհին մառախուղ է, իսկ ինչ վերաբերում է Լարսին, ապա Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հայաստանի կենտրոնական բանկի կայքից տեղեկանում ենք օրվա փոխարժեքները հետևյալն են, ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 382 դրամ է, 1 եվրոն 442, 1 ռուբլին 4.8, վրացական լարին 141,
եւ Արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամը մի փոքր իջել է 104 դրամ։ 3 ավելի էր իջել 103.90 քանիս էր, այո, եթե ճիշտ եմ հիշում։ Բրիտանական ֆունտ ստերլինգն ասացիր 502.3 է, որովհետեւ հատուկ շնորհակալություն հայտնեց մեր ռադիո լսողի 3, որ առանձնացրել ենք, եւ այսպես օթային տարածք ենք տեղափոխվում, մուտք գործենք Զվարթնոց միջազգային օդանավակայանների կայք, ժամանումների սանդղակից տեղեկանում ենք, որ ամեն ինչ ժամանակին է տեղի ունենալու, այսինքն ոչ մի վայրեջք ժամանակից շուտ կամ ժամանակից ուշ չի իրականացվելու։ Մեկնումների սանդղակում եւս այդպես է, ամեն ինչ ժամանակին է, աշխատում է վարքյան, հրաշալի աշխատանք է կատարում, եւ տեղափոխվենք գետին։ Տեղափոխվենք Երևանյան փողոցներ եւ տեսնենք ինչ իրավիճակ է մեզ մոտ։ Խնդրեմ 6 բալ է։ Երեկել էր 6 բալի միջայնոց։ Ուրախանում ենք, չէ՞ որ 7 չի ուրախանում ենք։ Այս չեմ կարողանում հասկանալ, ցրտով է պայմանավորված մարդիկ ուշ են արթնանում, տակուկ անկողիներից չեն ուզում դուրս գալ։ Չգիտեմ, բայց այդուհանդերձ մենք դա նկատում ենք։ Բայց ունենք խցանված փողոցներ, Աթենքի փողոցը դեպի Կոնյակի գործարան խցանված է, իջնողը Պարոնյան փողոցն է խցանված, դեպի իջնող հատվածի մասին է միակողմանի։ Ահա, Վարդանանց փողոցը դեպի Սախարովի հրապարակ միակողմանի խցանված է։ Նաև Խանջյան փողոցն է խցանված, բարձրացողը, հա, վեր բարձրացողը, էլ ինչ կա, տանելի է, ես կասեի, առանձնապես։ Այո, տանելի է, բավականին տանելի է։ Երկկողմանի խցանված, մեկ վար, Աբովյանը իջտողը, չէ, երկկողմանի, Աբովյանը երկկողմանի խցանված է Կորյուն փողոցից սկսած։ Ես չգիտեմ հիմա ինչ է կատարվում։ Կորյունն է միակողմանի խիստ Արաբկիրում, ճիշտ ասած հիմա չեմ կարող ասել, դուք գուցե կարողանաս ասել, բայց այն որ ժամը 6:30-ից սկսած ժամը 7-ի սահմանում այնտեղ կլինի անանցանելիություն, մարդկանց շատ հոսք, Մերգելյան այգու մոտակայքում դա փաստ է։ Այո, այսօր ես ու Լուսինեն վարելու ենք Արաբկիր համայնքի Հոբելյանին նվիրված տոնական միջոցառումը։ Այնպես որ կարող եք գալ։ Արաբկիրցիներին կարող ենք ողջունել հիմա։ Մենք երեկոյան կհանդիպենք ձեր գեղեցիկ այգու մոտակայքում։ Մենք էլ հարևան համայնքից ենք, Աչափնյակից հեռու չենք։ Կոմիտասը փոխարեն այսպես երկկողմանի ծանրաբեռնված է, ասենք դա Կիևյանը երկկողմանի ծանրաբեռնված է, խոսքը կամրջի մասին է։ Կամրջի մասին է։ Մնացած հատվածը տանելի է։ Այսպեսին է պատկերը, ինչ վերաբերող է Երևանյան փողոցներին, այնպես որ հա Ունենք երթևեկության փոփոխություն։ Աստված իմ։ Դասերը լավ սովորեք, հարգելի վարորդներ։ Շատ հետաքրքիր հայտարարություն է, որը մենք հիմա կընթերցենք Yerevan.am կայքից, քաղաքապետարանի կայքից, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով այսօրվանից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, ուշադրություն։ Մասնավորապես Ազատության պողոտայում Ազատություն պողոտա, Բաբայան փողոց, Խաչմերուկից եկող ուղությամբ նախկին միայն աջ ուղիղ եւ աջ ուղիղ եւ ձախ երկ ստացվեց այո թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի միայն աջ ուղիղ եւ ձախ ուղղություններով Արի նորից ասենք միայն աջ ուղիղ եւ աջ ուղիղ եւ ձախ բայց այստեղ հատուկ երերցում պետք է դրա փոխարեն դե դիր մի րոպե մենք չենք զլանա եւ դա կիրականացնենք միանշանակ դա կլինի այսպես այսօրվա երկի այսպես ռիթմերը կլինեն ասա հիմա տես սա լինելու է այս տարբերակով ահա հիմա կարող ենք կարդալ արդեն ընթերցել ահա Հիմա տես ինչ ենք անում։ Ինչ ենք անում։ Ահա, ուշադիր։ Միայն աջ, ուղիղ եւ աջ, ուղիղ եւ ձախ, հաջորդը։ Միայն աջ, ուղիղ եւ ձախ։ Լավ է ստացվում, հանգերը լավն էին, ինչ խոսք գոհեմ։ Շնորհակալություն։ Ծափեր, այստեղ ծափեր։ Ուր են ծափերը։ Այսպեսի առավոտ 9:44 րոպե մի պահ կտրվենք մեր խոսքից Իրականում մի բան ասեմ հարգելի ռադիոլսողներ այսպեսի թեթև ու պարզ բաների միջոցով կարող ենք ուղղակի երջանիկ լինել չէ տրամադրություն բարձրացնել Փորձում ենք ապահովել կարևոր բարուքները ուրախանալ Քիչ անց կբացենք օրվա օրացույցը ձեզ սպասում է տարօրինակ տոն
Սա պարզապես նրանց համար, ովքեր հիմա յոգայով են զբաղվում, կամ Յոգայով նախավարժանքով։ երկիտակ չեն զբաղվում։ Չէ, չստացվի։ Ոչ, իհարկե Դե ոչ։ թող մարմնամարությամբ զբաղվեն։ Բարեք, ուղղակի հաշվի առեք, եթե վերևի հարկում եք, հարևանները չզայրանան ներքևում։ Ձայնն էլ այնքան բարձրացրեք, որ խնդիրներ չառաջանան։ Կարող եք նստած տեղում, եթե աշխատավայրում եք, նստած տեղում շարժումներ անեք, դրանք եւս պետք է գան։ Ռիթմեր մեզ միշտ անհրաժեշտ են։ Միշտ են անհրաժեշտ օրվա ընթացքում նոյեմբերի 19-ն է օրը չորեքշաբթի։ Մենք ունենք հետաքրքիր եւս մեկ միջազգային օր։ Սրանք դեռ լավ։ Շատ հետաքրքիր տոնի մասին է խոսքը։ Տարօրինակ ես կասեի։ Արի սկսենք իրադարձություններից, այնուհետև կանդրադառնանք այդ տարօրինակ տոնին։ Եվ այսպես 1703 թվականին Բաստիլում մահանում է երկաթե դիմակ անունը ստացած կալանավորը։ Իմիջալոց, հա, շարքից 1969 թվականի այսօրը բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն խփում է իր 1000-րդ գոլը։ Իսկ 1998-ին Վինսենտ Վան Գոգի դիմանկարը աճուրդում վաճառվում է աստղաբաշխական գնով 71.5 միլիոն դոլարով։ Մարդը գնահատված չէր իրական կենթանության օրոք ու արիտես։ Աֆղանստանը, Իսլանդիան, Շվեդիան անդամակցել են ՄԱԿ-ին հենց այսօրը 1946 թվականին։ Ունենք օրվա հայտնի օբելարներ Միխայիլ Լոմոնոսովը, հայտնի բնագետ, քիմիկոս, աստղագետ, նա ծնվել է 1711 թվականին։ Ես այստեղ ինչ պիտի ասեի, ինչ հաճելի է։ Ինչ հաճելի է։ Լավ։ Հակոբ Պարոնյանն է ծնվել այսօր 1843-ին։ Հակոբ Պարոնյանի ծննդյան տարեդարձն է այսօր։ Չեմ հասցնում հետևիցդ ընթերցել այդ ամեն այնքան այսօր ակտիվ ես երևի նրանով է պայմանավորված ռիթմիկ երաժշտություն է։ Լարի Քինգն է ծնվել այսօր ծագումով հրյա ամերիկացի հեռուստա եւ ռադիո հաղորդավար 1933 թվականի այսօրն է ծնվել, որը կարող ենք ասել, որ հեռուստատեսության մեջ որոշակի փոփոխություններ մտցրեց, այո, եւ աստրեց նրան, որ շատ-շատերն էին երազում, որպեսզի գնային նրա հյուր։ Լինել Լարի Քինգի հյուր դա մեծ պատիվ է, իհարկե։ Դե տղամարդկանց համաշխարհային օրն է, այդ մասին մենք արդեն ձեզ տեղեկացրեցինք։ Եվս մեկ օր ունենք հետաքրքիր, ՄԱԿ-ն է սահմանել արտաքնոցի համաշխարհային օրն է այսօր։ Ուզում եմ հասկանամ ինչի է այդ օրը սահմանել։ Լուրջ հետաքրքիր է, հասկանանք։ Ինչու մենք չհասկանանք, թե ինչու կա այդպիսի օր ընդհանրապես։ ՄԱԿ-ն է սահմանել եւ այն նշվում է 2001 թվականից Սինգապուրում անցկացված միջազգային կոնֆերանս է տեղի ունեցել։ Խոսել են զուգարանների խնդիրներից այդ կոնֆերանսի ժամանակ եւ 2001 թվականից ՄԱԿ-ը որոշել է, որպեսզի նոյեմբերի 19-ը նշվի որպես արտաքնոցի համաշխարհային օր։ Մոտավորապես 200 ներկայացուցիչ, Ասիայից, Եվրոպայից, այո, 17 ազգային զուգարանային ասոցիացիաներ։ Մի րոպե, զուգարանային ասոցիացիաներ էլ գոյություն ունեն փաստորեն, հա։ Դե պատկերացրու։ Ճիշտն ասած զարմացած եմ։ Այն որ զուգարանի խնդիրները կան, դա փաստ է, ամբողջ աշխարհում փաստորեն, մեզ մոտ առավել եւս նկատի ունեմ հասարակական զուգարանների մասին է խոսքը, երբ գնում ես մարզ եւ խնդիրներ են առաջանում զբոսաշրջության տեսանկյունից բավականին այս տոնի խնդիրներից մեկը նաեւ բարձրաձայնել սանիտարահիգիենիկ խնդիրների մասին, անվտանգ եւ հիգիենիկ խնդիրների մասին։ Իրականում մենք հիմա ծիծաղում ենք կամ կատակի ենք տալիս, բայց սա լուրջ խնդիր է։ Բավականին լուրջ խնդիր է եւ յուրաքանչյուր ոք թող բարի լինի մաքուր պահել զուգարանը, հատկապես աշխատավայրի զուգարանները, հատկապես օպերաների կամ թատրոնների զուգարանները, երբ գնում եք օգտվում եք, կամ ռեստորանների զուգարանները, սա լուրջ խնդիր է, հիմա մենք գուցե ծիծաղում ենք, բայց այդուհանդերձ կան խնդիրներ, գուցե անհարմար ենք զգում բարձրաձայնել, բայց քանի ՄԱԿ-ը սահմանել է, առիթից օգտվում ենք եւ խոսում ենք դրա մասին։ Չգիտեմ, շնորհավոր ես թե չշնորհավոր ես, բայց կա այսպեսի օր։ Մաքուր պահենք էլի զուգարանները, դրանք շատ կարևոր են իրականում մաքրությունը նկատի ունեմ։ Երևի թե այսքանը օրացույցից մի փոքր զարմանալի, մի փոքր այսպես տարօրինակ։ Վերջ այսքանն է։ Քիչ է։ Հա, ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել տղամարդկանց համաշխարհային օրվա առիթով եւ այս վերջին շրջանում նկատել եմ, որ այնքան են շատացել կանանց իրավունքների պաշտպանության մասին նյութերը եւ այլն, այնքան են շատացել, որ զգում ես, որ այնքան շատ է կանանց հետ կապված նյութերը, որ ասում ես պատահամարտիկ։ Լուրջ է, հավասարության բալանսը կարծես թե թեթև խախտվել է, բայց այդուհանդերձ եկեք շնորհակալություն հայտնենք մեր տղամարդկանց, մեր ընկերներին, արական սեռի ներկայացուցիչներին, որոնք մեր կողքին են, մեզ թեւ ու թիկունք են, լավ ընկեր են, հասկացող են,
միշտ մեր կողքին են, սա շատ կարևոր է իրականում, կանայք ինձ լավ կհասկանան, երբ ունես լավ ընկեր ու գիտես, որ թիկունքդ ամուր է, դրանից լավ բան չկա։ Ասենք որ տղամարդկանց այսօրը տոնը նշվում է 1999 թվականից պաշտոնապես։ Իհարկե Հայաստանում այն պաշտոնապես չի ընդգրկվել։ Դե ոչինչ, ամեն ինչ ժամանակի հարց է, բայց ունի տարածում երիտասարդների նաև հասարակական կազմակերպությունների եւ կրթական հաստատությունների միջավայրում։ Դա էլ ասեցի։ Այդ հավասարությունը ասվածն էլ եկեք թող ճկուն լինի եւ ամեն մեկը ինքը որոշի թե հավասարությունն ինչպիսին պիտի լինի, այն որ մենք սեռերով արդեն տարբեր ենք, չենք կարող հավասար լինել, սա էլ պիտի ֆիքսենք ու հասկանանք։ Եվ եւս մեկ անգամ շնորհավոր հարգելի տղամարդիկ։ Շնորհակալ ենք բոլորի անունից, ես շնորհակալություն հայտնում։ Մենք ունենք նաեւ հաղորդագրություններ։ Այո, հաղորդագրություններ ունենք, on-line հարթակում, Facebook-յան հարթակում են գրել։ Գենադին է գրել Նիկոլաևիչը, ասում է շնորհավոր մուժիկի, շնորհավորում ենք, մենք էլ ձեզ ենք շնորհավորում։ Գենադին ասում է, որ արթնանում է առավոտյան 5-ին եւ արդեն հասցրել է խմել 2 գավաթ սուրճ, բայց երբ սկսվում է սուրճ եւ սեր հաղորդումը, ցանկանում եմ մեզ հետ էլ խմել։ Ողջույն Տիգրան եւ Լուսնե, ջերմ ողջույններ, չափը պահեք, որ հետո չվատանաք ու չասեք մենք ենք մեղավոր, սուրճի պահով։ Մեր մշտական ռադիոլսող Վարդուշ Մաթևոսյանն է գրում, բարի լույս, արևի ջերմությամբ եւ սիրով լի Հայաստանս, բարի լույս սիրելի հաղորդավարներ, կարևոր տոն է տղամարդկանց տոնը, առանց նրանց մեր կյանքը կլիներ ձանձրալի եւ իհարկե միայնակ։ Շնորհավորում եմ բոլոր տղամարդկանց, եղեք միշտ առողջ, երջանիկ եւ շարունակեք երջանկացնել մեզ ձեր ներկայությամբ, դուք մեզ շատ պետք եք։ Ամեն ինչ փոխադարձ է, տղամարդիկ կանանց են պետք, կանայք էլ տղամարդկանց են պետք, լավ խոսք ասում, առանց իրար հետ չենք կարող, բայց առանց իրար էլ չենք կարող։ Այս հետաքրքիր խոսք է, որ տիպիկ բնութագրում է, հատկապես երբ կանայք մի քիչ կամակոր են, տղամարդիկ նյարդայնանում են, մենք կամակոր ենք, դուք մի քիչ փնթփնթանեք, բայց այդ ամեն ինչ կարելի է բալանսավորել։ Լեովին քեզ հետ համամիտ եմ, ես երկար մտածեցի թե ինչ կարելի լսել։ Այս երեք հնչել է իրականում, բայց կարող ենք եւս մեկ անգամ լսել, ինչու ոչ։ Դե որ հնչել է, ես կհնչեցնեմ մեկ այնպիսի բան, որ հաստատ չի հնչել։ Ինչ ես հնչեցնելու։ Այսպիսի մի բան։ Լավ գնացինք։ Արթնացեք, քիչ անց մենք սպասում ենք Ռադիո Լուրի մեր գործընկերոջը մեր տաղավարում։
delusion, lost in the fire below. And you come running, your eyes will be open. And when you come back, I'll be as you want me, only so eager to be. My little song will keep you beside me, thinking your name as I sing. Bring it back, sing it back, bring it back, sing it back to me. Bring it back, sing it back, bring it back, sing it back to me. Bring it back, sing it back, bring it back, sing it back to me. Bring it back, sing it back, sing it back to me. Սուրճ ու սեր առավոտից։ Մենք ունենք հաշված վարքյաններ, որպեսզի ընդհանրապես ասենք բարի լույս Հասմիկ Մարտիրոսյանին եւ մաղթել բարի եթեր նրան։ Շնորհակալություն, բարի լույս, բարի եթեր։ Կարող եք շնորհավորել, այսօր տղամարդկանց համաշխարհային օրն է։ Շնորհավորում եմ իդեմս Տիգրանին, բոլոր տղամարդկանց։ Շլակոնիկ եք, դուք կարճ, հա։ Լուրերը միշտ սիրում են կարճ լինել, լակոնիկ։ Այո, լակոնիկ։ Բայց հետարքել լուրեր մեզ համար պեղել այսօր Հասմիկ Մարտիրոսյան։ Ասա։ Կարող ենք 10 վայրկյանում տեղավորվել։ Իհարկե, Օհանավանի նորահայտ ժայռափոր համալիրում պեղումները շարունակվում են, ինչ կարևորություն ունի այս հայտնագործությունը ռադիոլուրի թողարկումների ընթացքում։ Այդ դա ենք ուզում իմանալ։ Տեսա։ Դե ինչ, ուղենք ժամացույցները եւ լսենք լուրեր։ Լսենք։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիոլուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ Հրապարակվել է Հայաստան Եվրամիություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը։ Հայաստանի հետ տարբեր մակարդակներով երկխոսությունը շարունակվում է, հայտարարում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Գևորգ Պապոյանը մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա առևտրաարդյունաբերական պալատի հայաստանյան մասնաճյուղի բացմանը։ Թեմաները ընդգրկում վայրկյաններ անց։
Եվ այսպես Եվրամիության գնահատման առաջին առաքելությունը կայցելի Հայաստան հրապարակվել է Հայաստան Եվրամիություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Եվրամիության անդամ երկրների փորձագետների այցը միտված է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի բոլոր 4 ուղղություններում օրենսդրական եւ քաղաքականության շրջանակին վերաբերող միայն առաջին փուլի հենանիշների կատարման առաջընթացի գնահատմանը։ Պատվիրակության այցի արդյունքում կձևավորվի գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին գնահատման զեկույցը, որը նախատեսվում է հրապարակել 2026 թվականի գարնանը։ Գնահատումը կիրականացվի երկաստիճան ձևաչափով՝ կատարողականի վրա հիմնված նախնական հենանիշներ, օրենսդրական եւ քաղաքականության շրջանակի ձևավորման վերաբերյալ եւ երկրորդ փուլի հենանիշներ դրանց գործնական իրականացման եւ կիրառության վերաբերյալ։ Եվրամիության հանձնաժողովը պարբերաբար կներկայացնի առաջընթացի հաշվետվություններ հիմնվելով տեղում իրականացվող գնահատումների, անդամ պետությունների փորձագետների դիտարկումների եւ Հայաստանի կողմից տրամադրվող մանրամասն տեղեկությունների վրա։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև։ Այն տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև հոկտեմբերի 21-ին Ժնևում կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։ Եվ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը, կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաեւ գործընթացին երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ։ Երկու ստեկ շեշտվել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության կարեւորությունը։ Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցում է համերաշխության հիման վրա։ Նման հայտարարություններ արել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը։ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ընդգծել է Ֆիդանը եւ հավելել, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ։ Հայաստանը ցույց է տվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հստակ եւ նպատակասլաց դիրքորոշում։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում, առաջ ենք տանում մեր համատեղ աշխատանքը ձեռնարկվող կոնկրետ քայլերի վերաբերյալ, ընդգծել է թուրք նախարարը, եւ ասել, որ Թուրքիան ձգտում է Հարավային Կովկասում խաղաղության եւ տարածաշրջանում ընդհանուր բարգավաճման գոտու ստեղծմանը։ Արտգործնախարար Արարատ Միրզյանն է հանդիպում ունեցել Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ եւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Տրանսպորտային ու տնտեսական փոխկապակցվածության ցանցի ընդլայնման համատեքստում ընդգծվել է Եվրամիության համաշխարհային դարպաս եւ Հայաստանի խաղաղության խաչմերուկ ծրագրերի համադրելիությունը։ Նշեմ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույնպես հանդիպել է Մագդալենա Գրոնոյի հետ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա առևտրաարդյունաբերական պալատի հայաստանյան մասնաճյուղի բացման արարողությանը։ Նախարարը մասնավորապես ասել է, առևտրաարդյունաբերական պալատի ներկայությունը Հայաստանում նոր հնարավորություններ կբացի ֆրանսիական կապիտալի ներգրավման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման եւ Հայաստանում արտադրված ապրանքների ֆրանսիական ու եվրոպական շուկաներ մուտք գործելու համար։ Այժմ միջազգային անցուդարձի մասին։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն քվեարկել է դատապարտված ֆինանսիստ ԱՄՆ նախագահի նախկին ընկեր Ջեֆրի Էփշտեյնի գործի ոչ գաղտնի բոլոր փաստաթղթերը հրապարակելու օգտին։ Սենատը հաստատել է օրինագիծ առանց քննարկման։ Ներկայացուցիչների պալատում երկու կուսակցություններից բաղկացած 427 կոնգրեսականներ քվեարկել են որոշման օգտին, դեմ է եղել միայն մեկ հանրապետական։ Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը առաջարկել է օրինագիծ ընդունել առանց քննարկման։ Դոնալդ Թրամփը ավելի վաղ կոչ էր արել հանրապետական օրենսդիրներին քվեարկել օրինագծի օգտին, պնդելով, որ ինքը թաքցնելու ոչինչ չունի։ Իսկ ահա դեմոկրատ կոնգրեսական Ռոբերտ Գարսիան 3 օրվա ընթացքում ասել է, որ Դոնալդ Թրամփը խուճապի մեջ է, փորձում է դադարեցնել հետաքննությունը։ Եվս երկու լուր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունումը, որը հավանություն է տալիս Գազայի հատվածի
հարցի վերաբերյալ ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրին դարձել է կարևոր քայլ անկլավի նկատմամբ իշխանությունը Պաղեստինցի ժողովրդին հանձնելու ճանապարհին։ Ռուսաստանի նախագահն էլ ասել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայլեային միջոցառումներ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ Պուտինը Կրեմլում նաև հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջանշաքարի հետ եւ քննարկել են երկուստեք հարցեր։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյան, ինչպես կզարգանան իրադարձությունները կտեղեկացնենք ժամը 11-ին ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Ты мне нужен больше, чем тогда. Только как вернуть все назад? Я ж сказала, что я не права, и теперь не врут глаза. Без тебя ночь мне больше не нужна до утра. На краю стою одна, без тебя в сердце только тишина для меня. Но я ей не нужна. Тик-тик-тик-тик-так-так, бьется сердце так-так. Без тебя никак не, сердце рвется в такте. Тик-тик-тик-тик-так-так, бьется сердце так-так. И не знаю, как мне снова быть твоей всей. Тик-тик-тик-тик-так-так, бьется сердце так-так. Без тебя никак не, сердце рвется в такте. Тик-тик-тик-тик-так-так, бьется сердце так-так. И не знаю, как мне снова быть твоей всей. Я все думаю, где ты сейчас, где твои шаги в темноте. Время словно хочет быть за нас, только мы уже не те. Без тебя, будто я уже не я, только зря. Эти капли без дождя, нет тебя. Не хочу я больше ждать, но любя, я пою одна. Тик-тик-тик-тик-так-так, бьется сердце так-так. Без тебя никак не, сердце рвется в такте. Тик-тик-тик-тик-так-так, бьется сердце так-так. И не знаю, как мне снова быть твоей всей. Тик-тик-тик-тик-так-так, бьется сердце так-так. Без тебя никак не, сердце рвется в такте. Тик-тик-тик-тик-так-так, бьется сердце так-так. И не знаю, как мне снова быть твоей всей. Я все думаю, где ты сейчас, где ты? Ведь без тебя я не я, не я. Тик-тик-тик-тик-так-так, бьется сердце так-так. Без тебя никак не, сердце рвется в такте. Тик-тик-тик-тик-так-так, бьется сердце так-так. И не знаю, как мне снова быть твоей всей. Тик-тик-тик-тик-так-так, бьется сердце так-так. Без тебя никак не, сердце
Սուրճ ու սեր առավոտից։ 10:10 րոպե սիրով ենք ասում բարի լույս նրանց ովքեր այս պահին լսում եւ դիտում են հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Այո, եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ on-line հարթակում Արմեն Գրիգորյանն ասում է դե քանի որ բարձվեց մենք էլ օր ունենք, թող շնորհավոր լինի։ Եվ հավելում նաեւ որ սիրելի հայ տղամարդիկ մի զգացեք խոսքերով եւս արտահայտեք ձեր սերը, հավատացեք, կանայք դրանից ավելի երջանիկ են իրեն զգում։ Լուսինե եւ Տիգրան, սիրում եմ ձեզ, առողջ եւ երջանիկ եղեք ձեր հրաշք ընտանիքների հետ միասին։ Շնորհակալ ենք, մեր սերը փոխադարձը ճիշտ են ասում։ Իսկ ինչու՞ չասացիր ով է այս տողերի եղինակը։ Վայ, մի րոպե, սա Արմենը չէ, Ոչ, սա Օլյանն Օլյա է, Սահակյանն մի է րոպե, գրում։ Արմենը ասում էր, Արմենը ասաց արզեցինք, հա, ես մեղավոր չեմ ինտերնետից էր։ Կա Խառնես լսող։ առաջարկություն տղամարդկանց օրը տեղափոխել մարտի 7 կամ ապրիլի 6։ Այս Արմեն Գրիգորյանն է գրում։ Բարի լույս Հայեր ջան, լավ տրամադրություն բոլորիս, բայց հարգելի Արմեն, հիմա մի լուր կհայտնեմ, որը գուցե մի քիչ ձեզ նյարդայնացնի, որովհետև այսօր թեպետ տղամարդկանց համաշխարհային օրն է, այդուհանդերձ կանանց վերաբերող եւս մեկ տոն կա, օր կա կանանց ձեռներեցության եւ սոցիալական ձեռնարկության օրն է այսօր նաեւ։ Այո, հիմա շնորհավոր ենք մեր հյուրին։ Ապա խցկվեինք էլի։ Շնորհավոր ենք մեր հյուրին Լիլիթ Ղարիբյանին, ասում ենք բարի Բարի լույս, լույս։ կին ձեռներեց, ով հայտնի է նաեւ իր հետարքիր գործունեության բարի լույս։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Առաջին անգամ չէ որ մենք հանդիպում ենք այս Այո։ տաղավարում, մենք առիթ ունեցել ենք իհարկե պատմելու Լիլիթի հաջողությունների մասին, ջայլամաբուծությունից սկսած մինչև ռեստորանային բիզնես, այ ինչպիսին էր մուտքը առհասարակ բիզնեսի աշխարհ որպես հայկին։ Բավականին դժվար էր, քանի որ գիտենք հայկինը, երբ որ մտնում է բիզնեսի աշխարհ, իր հետ Բոլորս սկսում են խանգարել։ Չէ, այդքան էլ Խանգարել չի։ չէ, ուղղակի եթե տղամարդ ուղղակի գնում է աշխատանքի, կինը մի շարք գործեր է անում, նոր գնում է աշխատանքի ու օրվա ընթացքում պահում է այդ բոլոր գործերի կոնտրոլի տակ, այսպես ասած։ Հացկերան, ճաշը գրեցին, գնացին դասի եկան, Ինչպես դասարեցին։ սկսեցիք զբաղվել բիզնեսով, այ ով դրդեց կամ ձեր նախաձեռնությամբ ինչպես եղավ։ Շատ պատահական եղավ, իրականում ես աշխատում էի դպրոցում, հետո այնպես ստացվեց, որ ընտանյոք տեղափոխվեցինք մարզ, որտեղ ծավալեցինք մեր գործունեությունը, ընտանեկան բիզնես հիմնեցինք գյուղատնտեսության ոլորտում, ես ընդհանրապես կապ չունեի գյուղատնտեսության ոլորտի հետ ու այնպես ստացվեց, որ սկսեցինք զբաղվել ջայլամաբուծությամբ։ Ու ջայլամի յուղի, այսպես ասած, վնացորդ էինք ունենում, ու դա իրացնելու համար սկսեցի ուսումնասիրել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի բիզնեսի որևէ ոնց որ ասած ճյուղ զարգացնենք։ Ոչ թե ճյուղ զարգացնենք, այլ անթափոն լինի հնարավորինս, հա, գորուշ չունենանք։ Շրջանաձև տնտեսություն էիք Այո, վարում։ այն ժամանակ դեռ այդ անվանումը չուներ, բայց մենք արդեն իսկ սկսել էինք դա ծավալել։ Ու ուսումնասիրությունների արդյունքում հասկացա, որ բացահայտել եմ մի հրաշք միջոց, որը կարող է դառնալ բիզնեսի նոր ճյուղ Հայաստանում։ Լիլիթ, այդ ամենը ձեր ջանքերով, ձեր պրպտումների կարդալ, գտնել, պեղել, փորձել, թե ինչ որ մեկը եղել է, որ այնուամենայնիվ օգնել է ձեզ կամ հուշել է ինչ որ հարցում։ Ցավոք, առ այսօր Հայաստանում չկա մասնագիտական որևէ կենտրոն, բուհում չկա որևէ բաժին, որտեղ դու կարող ես սովորել խնամքի միջոցների արտադրություն։ Այդ ամենը եղել է ինքնակրթության շնորհիվ ուսումնասիրությունների, դրսից on-line դասերի, պրպտումների արդյունքում։ Հետաքրքիր է, այո։ Ջայլամները ինձ շատ հետաքրքրեցին իրականում։ Մենք այսպեսի մի խոսք կա, չէ, տարածված, ասում է ջայլամի քաղաքականություն մի վարիր։ Հիմա ուզում եմ հասկանալ դա իրոք համեմատելի է թե ոչ այդուհանդերձ։ Իրականում ոչ, այդ միֆը, որ ասում են ջայլամները գլուխը մտցնում են ավազի մեջ, իրականում միֆ է, գոյություն չունի նման բան։ Իրանք հիմնականում շատ բկլիկ են ու անընդհատ գետնից որևէ Շատ խելոք են, քար եւ այլն ու իրենց համար սնունդ են հայթայթում։ Դրա Ու համար հերվից գլուխները նայողին, կախ հա, թվում է թե այդ հսկա մարմինը կա, գլուխը չկա։ Տափուկ են էլի։ Ավելի շատ հա ու մի քիչ էլ դոդ են։ Լուրջ այդքան Բավականին իրենց աչքը ավելի մեծ է, քան ուղեղը, դա գիտական փաստ է։ Լիլիթ, այ առաջին ջայլամը, որ ներմուծվեց եւ սկսեցիք աշխատել, հիշում եք։
Իրականում մենք չենք ներմուծել, մինչ մեզ եղել են ֆերմաներ, որոնք փորձել են շուկա ստեղծել, դուրս գալ շուկա, սակայն չեն հաջողել։ Մենք հայկական շուկայից ենք ձեռք բերել ճուտիկներին, ընդամենը 13 ճուտիկով ենք մեկնարկը տվել ու կարողացել ենք ստեղծել մսի շուկա եւ ծավալվել հետագա բիզնեսի բոլոր ճյուղերը տարածել։ Կոսմետիկ միջոցներ, շատ ագրոտուրիզմ բավականին հաջող դիրքավորված ենք, ռեստորանային բիզնես, այն որ պահանջարկը բերեց Այո, հասցնում եք։ Մենք ամբողջ ընտանիքով ենք աշխատում։ Ընտանեկան բիզնես է դա փաստորեն, այո։ Բոլորս ամեն ոնց որ ճյուղի վրա մեկս կանգնած տանում ենք։ Իսկ այ կնոջ դերի մասին առանձնահատուկ կցանկանեմ մի փոքր խոսենք, ինչու որովհետև եթե այդ ամենի այսպես այդ շղթայի մեջ չլիներ կնոջ ձեռքը, կնոջ խոսքը, ինչ կլիներ։ Եթե մենք տղամարդիկ ղեկավարեին։ Կոնկրետ մեր մասով եթե ասեմ, ես ստեղծագործ միտքն եմ մեր բիզնեսի, թող մեծամիտ չհնչի, բայց դա իրոք այդպես է, քանի որ ագրոտուրիզմի հատվածը, ամբողջ ծրագրերը, վարպետաց դասերը, այդ ամենի հեղինակը ես եմ։ Միջոցառումներ կազմակերպել։ Հա, իհարկե, մեզ մոտ գալիս են ծանոթանալու աֆրիկյան ջայլամների կենսակերպին, շատ հետաքրքիր գյուղական туриզմ ենք անցկացնում, մարդիկ երբ որ պատկերացնում են ֆերմա, ինչ որ ցեխոտ, հողագույն բան են պատկերացնում, բայց մեր դարպասները բացվում են, մարդիկ շոկի են ենթարկում այդ կոգիկությունից։ Այդպես վարպետաց դասեր ունենք տարբեր, որոնք էլի պատտել ենք ջայլամների շուրջ, օրինակ կոճառներ են պատրաստում ջայլամի յուղով, բացիկային անում պայսակներ էլի ջայլամների շուրջ, պիցա եւ այլն, այսպես ամբողջը։ Իսկ խնամքի միջոցների արտադրությունը դա լրիվ ուրիշ պատմությունն է, այդտեղ ամբողջ իմ ստեղծագործական միտքն է ներդրված։ Տղամարդիկ չեն խանգարել երբևէ։ Չէ, իմ ամուսինը միայն ինձ քաջալերել է եւ մղել է առաջ, անգամ երբ որ կոտրվում եմ ինչ-որ բանից, ինքը ինձ այնպես է թափ տալիս, որ ես էլ ավելի ուժեղ առաջ եմ գնում։ Իսկ չեղել որ ասի այսա չի ստացվի, արի սա չանենք։ Հակառակը գիտեք, պահա եղել որ ասեմ երևի չի ստացվի, ինք ասլա փորձի, արա։ Այն որ ես նոր ուզում էի ջայլամի յուղ քսեն մարտիկ դեմքին, առաջին ռեակցիան բոլորի ֆուն է եղել։ Բայց Չիմացության արդյունք։ Եվ չիմացության եւ առհասարակ չենք կարող, հա, մենք պատկերացնել որ հնարավոր է կենթանու յուղը քսել դեմքին, բայց ես այսօր հասել եմ նրան, որ շատ հայ կանայք, հայ տղամարդիկ, ինչու ոչ, ինչպես նաեւ արդեն դրսում մարդիկ օգտագործում են մեր խնամքի միջոցները։ Ես էլ եմ օգտագործել, պետք է խոստովանեմ։ Շատ հետաքրքիր է։ Ուրախ եմ շատ։ Ինձ հետաքրքրում է մի բան, ինչու ջայլամ։ Ինչու ջայլամ, որովհետև երիտասարդ ընտանիք ենք եւ սիրում ենք նորարարություններ, կրեատիվ, ռիսկեր, այդ ստրեսներն ենք սիրում։ Հա, ես էլ ամուսինս էլ սիրում ենք քայլել այն ուղիներով, որ ուղիով, որ մարդիկ չեն համարձակվում կամ չեն մտածում, որ կարելի է քայլել։ Այսինքն ոչ ստանդարտի կողմնակից եք։ Այո։ Բացայտել ինչ որ նոր բան։ Ընտանիքի հաջողությունը նաև պայմանավորված է նրանով, որ զույգերը միանման են մտածում եւ նույն ուղղությամբ են քայլում։ Միանշանակ։ Այս պարագայում կարծես թե չեն խանգարում իրար, չեն հաստատվում մեկը մյուսի հաշվին, այլ հակառակը իրար բրթելով առաջ են գնում։ Այսա առողջ հարաբերության վառ օրինակ է, որ կարծում եմ յուրաքանչյուրիս պետք պիտի գա եւ այս պարագայում մենք գիտենք շատ հայկական ընտանիքներ, որտեղ տղամարդ ասում է կինը տեղը խոհանոցն է եւ այլն եւ նույնիսկ եթե կնոջ մոտ կա պոտենցիալ, ինքը չունի այդ հնարավորություն այն զարգացնելու, աճեցնելու կամ նույնիսկ մտքում ռիսկ անելու, մտածելու, որ գուցե կարող է մի օր ինչ-որ բան կարողանա ստեղծել։ Այն պարագայում, որ հայ կինը թեպետ այսօր տղամարդկան ծորն է, բայց հայ կինը միշտ եղել է ճկուն եւ կարողացել է շատ հարցերում, բայց այստեղ արդարության համար նշենք, որ հայ տղամարդու կերպարն է բավականին փոխվել դեպի լավը, դեպի ավելի բաց է ճկունը, վստահող նաեւ։ Այո, շատ հետաքրքիր բան է փոխվել մտածողության մեջ։ Զույգերում մենք տեսնում ենք արդեն այդ համատեղ շարժվելու, քայլելու միտումը։ Այո, հավասարը հավասարի հետ ուսուսի տված այդ ամուսին, իրար ուսուսի տված, ոնց որ դա իրականում հիմա արդեն կա։ Առաջ տղամարդիկ չէին թողնում։ Կար թերհավատություն։ Կար ուղղակի թերհավատ, որ այդ ինչ որ դեկին է, չի հաջողի, չի թողնում բազապես։ Գուցե եւ չէին թողնում, այո։ Եթե տղամարդը ինքնաբավ է, ինքը կարող է թույլ տա, որ իր կինը իր կողքը փայլի, ինչու ոչ։ Այստեղ շատ կարևոր է ներքին կոմպլեքսների առկայությունը։ Եթե ինքնաբավ է, այո։
Այս պարագայում եւս դա շատ կարեւոր է եւ հաճախ մենք նկատում ենք այն կանայք են ծաղկում, այն կանայք են երջանիկ, որոնք որոնց թևերը կտրված չեն։ Ի վերջո հիշեք հարգելի տղամարդիկ, որ երբ կնոջ փոքրիկ կարևոր մանրուքները բավարարում եք, նա դառնում է երջանիկ եւ դրա հետ մեկտեղ երջանկացնում է նաեւ ձեզ եւ մեծապես ընտանիքի երջանկությունը կախված է կնոջ երջանկությունից, տան կնոջ երջանկությունից։ Դա փոխադարձ է։ Երջանիկ է մայրիկը, երջանիկ են բոլորը։ Շատ ճիշտ է, որովհետեւ մայրիկը կարող է զայրանալ։ Ինչպեսին է երեխաների մասնակցությունը բիզնեսում առհասարակ։ Լրացնում են թե խանգարում են։ Չէ, փորձում են լրացնել։ Օրինակ դուստրս այս տարի ընդունվել է բժշկական հենակետային քոլեջի կոսմետոլոգիայի բաժինը։ Հետո կգնա բժշկական համալսարան եւ այդ խնամքի միջոցների ուղղությունը կարծում եմ իր թևը կլինի։ Մեր տղան խոհարարության մեջ ամռանը խոհանոցից դուրս չէր գալիս։ Վայ, ինչ հետաքրքիր է։ Ընդամենը 11 տարեկան։ Այդպես փորձում են օգնել։ Քանի որ այսօր կանանց ձեռներեցության օրն է առասարակ, ես եւս մեկ անգամ ուզում եմ խոսենք այդ թեմայով, այնուամենայնիվ մեր երկրում Հայաստանում կնոջ համար բիզնեսով զբաղվելու ինչ դժվարություններ կամ գուցե վտանգներ կան եւ նաեւ դրական 3 կողմ նշեք։ Իրականում ինչից պետք է հասկուշանակին, եթե նոր ուզում եմ մտնել հայկական բիզնեսի աշխարհ։ Ինչից պետք է զգուշանա, ցանկացած ոչ թե միայն հայկական, առհասարակ պետք է նախ կրթվի, ամուր կանգնի գետնի վրա, հասկանա ինչ է ուզում, այո, իր ուզածը արդյոք ունի պահանջարկ թե ոչ, ուսումնասիրի, այսինքն իր հաճախորդին նոր սկսի քայլել։ Դա առաջինը։ Իրականում նոր զրուցում էինք ու ես հիշում եմ մեր դպրոցական տարիներին, երբ որ լրացնում էինք, պարտադիր ծնողների զբաղվածությունը, մեծամասնությունը մամաների տնային տնտեսուհի։ Իսկ հիմա շատ չնչին տոկոսն է, որ տնային տնտեսուհի են, բոլորը աշխատում են, բոլորը ստեղծագործում են, այն ինչ որ անում էին տանը կենցաղում են ստեղծագործ միտքը, հիմա կանայք ներդնում են բիզնեսներում, իրենց աշխատավայրերում ու համաձայնեք, որ ավելի գեղեցկացել է մեր բիզնես աշխարհը։ Կնոջ համար ասում են այդ դժվար է, անպայման պետք է սատարող լինի, պետք է հովանավոր լինի։ Հիմա բավական է ունենալ գաղափար եւ ցանկություն ու վերջ։ Այո, նույնիսկ տղամարդիկ, մեր հայ տղամարդիկ ջենտլմեն են, շատ հարցերում զիջում են, աջակցում են։ Ես որ նայում եմ մեզ մոտ հյուր են գալիս օրինակ կոլեկտիվներ, մեր ռեստորան, երևի 70% կանայք են աշխատողների։ Այնքան հետաքրքիր ստատիստիկա է։ Ես մի բան հիշեցի, երբ դու ասացիր առավելություններն ու դժվարությունները, երբ նոր քայլեր էի անում իմ երազանքները նպատակներ դարձնելու ուղղությամբ ու կարծես բիզնես քայլեր էին դրանք, մի քիչ էլ անհասկանալի այն առումով, որ նոր ոլորտ էր բոլորովին այլ։ Ես զարմացած էի, որովհետև երկու արական սեռի գործընկեր ուղղակի ասացին, որ գնացեք առաջ եւ մենք ձեր թիկունքին, ձեր կողքին կանգնած ենք։ Ցանկացած հարցում պատրաստ ենք կիսվել, աջակցել եւ օգնել։ Դրանք ուղղակի գործընկերներ էին։ Ընկերներ, գործընկերներ, բայց իրենց նախաձեռնությամբ ամեն ինչ արեցին, որպեսզի մենք հավատանք մեր ուժերին, տվեցին հնարավորություն։ Սա խոսում է առողջ մտածողության մասին եւ խոսում է այն մասին, որ իսկապես արդեն կոտրվել է այդ միֆ է արդեն, որ կինը խոհանոց, տղամարդը պիտի աշխատի, չէ, դա միֆ է, վաղուց միֆ է եւ մենք նկատում ենք մի կարեւոր բան, որ կանայք դարձել են շատ նախաձեռնող, կազմակերպված, այստեղ շատ կուզեի, որ տղամարդիկ հանկարծ չձիչեն դիրքերը, շարունակեն լինել նախաձեռնող ու էլի կազմակերպված եւ ուղղակի իրար ձեռք բռնած գնանք չպայմանավորելով սեռը։ Զարգացնենք մեր երկիրը։ Այո, սեռը չպայմանավորելով, սա շատ կարևոր է։ Պետությունից գոհեք։ Բիզնես միջավայրի մասն է խոսքը դարձել։ Չի նեղացնում ձեզ։ Չէ։ Չի նեղացնում։ Դա շատ ուրախալի է լսել եւ սա առաջին դեպքը չէ, երբ այո, իսկապես բիզնեսի ներկայացուցիչները դրական են արտահայտվում մեր միջավայրի համար։ Ես նկատել եմ մի բան, որ հայ բիզնեսմենները բոլորն ասում են, որ Հայաստանում բարդ չէ բիզնես հիմնելը։ Հետո պիտի կարողանաս օրերի ընթացքում կարող դրանց բացել գործունեություն ծավալել։ Պետք է ուղղակի աշխատել, համառ լինել, չկոտրվել, նույն բանը եթե հարկը կա 10 անգամ անել, 11-ը կստացվի։ Այդ է խնդիրը։ Եվ ես ուրիշ բանել եմ նկատել, որ հայ իրականությունում հաջողում են այն բիզնեսները, որտեղ կա գաղափար։ Այո։ Այստեղ շատ կարևոր լավ կետ է դա, որ ես տեսնում եմ,
այն բիզնեսներն են հաջողում, իդեպ սպասարկման կենտրոններ են դրանց մասին եմ խոսում, որտեղ կա գաղափար։ Հիմքը այդուհանդերձ թեպետ ռեստորան է, ուտելու վայր է, հիմքը գաղափարն է, հիմքը պատմությունն է, հիմքը քայլն է, սա միայն գովելի է։ Գովելի այն առումով, որ նաև հասարակությունն է դա տեսնում ու վերցնում։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ այդ միջավայրը ստեղծելով կարող ենք իրավիճակ փոխել։ Կարող ենք, իհարկե։ Կարող են գեղեցկացնել ամեն ինչը։ Հիմա այնքան դժվար է մարդուն բավարարել, որտեղ առաջարկները շատ են։ Ու եթե դու չաշխատես, չհասկանաս քո սեգմենտը, ինչի կարիք ունի կամ ավել սեգմենտներ գրավելու համար, դու չես կարող առաջ գնալ։ Այսինքն, եթե կա լավ գաղափար, այն դատապարտված է հաջողության։ Չէ։ Եթե դու քո տեղում ես, եթե դու չաշխատեցիր այդ գաղափարի շուրջ, այդ գաղափարը կմնա գաղափար։ Գաղափարը պիտի դառնա գործողություն։ Ամենակարևոր բանալի բառը է սա։ ու չընկրկես, տանջվես, ինչու ոչ, նեղություն տաս քեզ։ Ոչինչ հեշտ չի այս կյանքում։ Շատերին պատրաստի բանը տեսնում են եւ իրենց թվում է այսպես արեցինք ու այն հայտնվել է, որ ասում են գործ չկա։ Ահա։ Գործ կա մեզ համար, հատկապես մարզում աշխատողների համար, բիզնեսների համար, ամենամեծ խնդիրը դա մարդկային ռեսուրսն է։ Ասում են գործ չկա, փնտրողները, գործատուներն էլ ասում են գործ կա, աշխատող չկա։ Այո։ Հիմա ինչով է պայմանավորված, ավելի բարձր աշխատավարձ են ակնկալում։ Չէ, չեմ կարծում, ուղղակի մարդիկ չեն ուզում իրենց կոմֆորտ զոնայից դուրս գան, զարգանան, աշխատեն իրենց վրա ու դառնան այն կադրը, որը որ այդ գործատուն փնտրում է։ Իսկ սպասում են, որ ինչ-որ մեկ այդ գումարները նվիրի իրենց։ Զանգում ասում են, օրինակ մի հատ թեթև գործ կա, գան կանեն։ Թեթև գործ։ Կամ օրինակ շատ պատահում է, որ ասում են, եթե գրանցումով է, մենք չենք աշխատի, որովհետև մենք նպաստ ենք ստանում։ Այսինքն այդ կոմֆորտ զոնայից մարդիկ չեն ցանկանում դուրս գալ եւ առաջ գնալ։ Իսկ մեր թիմում, կոնկրետ մեր թիմում չի կարող նման մարդ լինել։ Մեր թիմը պետք է մեր հետ առաջ գնա։ Այստեղ ուղղակի այսպես իրենց համար բազմոցին նստած։ Այո։ Ու որպես կանոն այդ մարդիկ թողներ են այդ մարդիկ ինձ, բայց պիտի ասեմ դժգոհում են իրականությունից, ասում են, որ այս երկիրը երկիր չի, նյարդայնանում են մեզ վրա, ամբողջ օրը համացանցում վատ կոմենտներ են գրում, որովհետև ներսի չարությունը այնքան շատ է, որ միտեղ պիտի սպառեն։ Բազմոցը հարմարավետ է, դրա համար գրում են։ Մի արեք, լուրջ, մի եղեք նման մարդկանց պես եւ մի արեք ուղղակի։ Համաձայն են, տես։ Ձեր խորհուրդը այն կանանց կամ աղջիկներին, ովքեր այս պահին ունեն գաղափար եւ ինչ որտեղ այսպես երկմտում են, մտածում են, քայլանեն թե չանեն։ Թող մտածեն, որ պարտադիր պետք է ռիսկ անել։ Ռիսկը դիտարկեն որպես շանս, այլ ոչ թե ձախողում։ Թող չմտածեն, եթե միայն լավ կլինի։ Բայց ռիսկը գրագետ անեն, էլի։ Միանշանակ, իհարկե։ Ամուր կանգնած երկու ոտքով գիտելիքների վրա։ Այստեղ մի կարևոր բան էլ ֆիքսենք, գիտելիքը ուժ է։ Գիտելիքը հզոր ուժ է, շատ հզոր ուժ է, բայց եթե դառնա գործողություն, եթե չդառնա գործողություն, էլի ոչ մի բան։ Ժամանակի մսվում է ստացվում։ Գրեն ուղակի բազմոցին նստած։ Էլի ընդհանուր քանի տարի է, որ արդեն բիզնեսի դաշտում եք եւ այսպես բնական է նորեկ չեք ձեզ հավարում արդեն։ 8 տարի է 8 տարի է։ Այո։ Դե բավականին շատ է։ Այսինքն դուք այն բարդ դժվար տարիները անցել եք։ Չէ՞ որ բիզնեսում կան չգրված կանոններ, առաջին 2 տարին մինուսով կամ 0-ով, հետո բազմաթիվ փոսեր, որոնցից պիտի դուրս գաս ու շարունակես, դրանցից պետք չի վախենալու հետ գնալ։ Դրանք կարծես թե անցել եք, հա։ Մեր պարագայում մի քիչ ինքը ուրիշ է, որովհետև մեր բիզնեսը շատ սպეციფიկ ու բազմաճյուղ է ու դեռ ընդլայնվում է, տարբեր ճյուղեր դեռ Խնդիրներն են փոխվել ուղղակի, բայց այդ դժվար սկզբի փուլը անցել եք համարել։ Երևի թե հա, կայացել ենք կարելի ասել։ Հրաշալի։ Մենք ուզում ենք մաղթել ձեզ, որպեսզի այդ ճանապարհը երկար շարունակվի, հաջողություններով լեցուն եւ եւս մեկ անգամ շնորհավորել այսօր այո կանանց ձեռներության եւ սոցիալական ձեռնարկության օրն է։ Այո։ Այնպես որ կարող եք նշել այսօր ձեր գեղեցիկ սերի թիմով, հա։ Ձեր ամուսնուն էլ չմոռանաք շնորհավորեք, որովհետեւ այսօր տղամարդկանց համաշխարհային օրն է։ Այո, այսպեսի օր այսօր։ Զրուցում ենք ձեռներեց Լիլիթ Ղարիբյանի հետ, կարճատև գովաստ այս պայն մեր եթերում, որից հետո կշարունակենք։
Սուրճ ու սեր առավոտից։ Ya lo ves, que no hay dos sin tres, que la vida va y viene y que no se detiene, y qué sé yo. Pero miénteme aunque sea, dime que algo queda entre nosotros dos, que en tu habitación nunca sale el sol, ni existe el tiempo ni el dolor. Llévame si quieres a perder a ningún destino, sin ningún porqué. Ya lo sé, que corazón que no ve es corazón que no siente, o corazón que te miente, amor. Pero sabes que en lo más profundo de mi alma sigue aquel dolor por creer en ti, que fue de la ilusión y de lo bello que es vivir. ¿Para qué me curaste cuando estaba herido, si hoy me dejas de nuevo el corazón partido? ¿Y quién me va a entregar sus emociones? ¿Quién me va a pedir que nunca la abandone? ¿Quién me tapará esta noche si hace frío? ¿Quién me va a curar el corazón partido? ¿Quién llenará de primaveras este enero y bajará la luna para que juguemos? Dime si tú te vas, dime cariño mío, ¿quién me va a curar el corazón partido? ¿Quién me va a entregar sus emociones? ¿Quién me va a pedir que nunca la abandone? ¿Quién me tapará esta noche si hace frío? ¿Quién me va a curar el corazón partido? ¿Quién llenará de primaveras este enero y bajará la luna para que juguemos? Dime si tú te vas, dime cariño mío, ¿quién me va a curar el corazón partido? Ya lo ves, que no hay dos sin tres, que la vida va y viene y que no se detiene, y qué sé yo. Pero miénteme aunque sea, dime que algo queda entre nosotros dos, que en tu habitación nunca sale el sol, ni existe el tiempo ni el dolor. ¿Para qué me curaste cuando estaba herido, si hoy me dejas de nuevo el corazón partido? ¿Y quién me va a entregar sus emociones? ¿Quién me va a pedir que nunca la abandone? ¿Quién me tapará esta noche si hace frío? ¿Quién me va a curar el corazón partido? ¿Quién llenará de primaveras este enero y bajará la luna para que juguemos? Dime si tú te vas, dime cariño mío, ¿quién me va a curar el corazón partido?
Սրտակեր Ալեխանդրո Սանսն էր։ Շատ լավն է, էլի։ Այո։ Տղամարդկանց համաշխարհային օրն եւս մեկ անգամ հիշեցնենք նոյեմբերի 19-ը օրը չորեքշաբթի հանրային ռադիո առաջին ալիք եւ իհարկե ուղիղ եթեր։ Ես նաեւ առիթից օգտվելով ուզում եմ սրտան շնորհավորել հանրային ռադիոյի բոլոր տղամարդկանց այս տոնի առիթով։ Մենք տոնի վերածեցինք այսօր։ Այո, շատ հաճելի է ու շատ լավ։ Այսօր միջանցքում հենց արարական սերի իմ գործընկերներին տեսնեմ, նրանց բոլորին սրտանց կշնորհավորեմ։ Այո, սրտիկներ են փոխանցում հապակոցային կողմ։ Բոլորին։ Բոլոր, չէ, հենց նոր ինձ փոխանցեցին։ Ստված բոլորին։ Այո, չէ, դա շնորհակալության փոխարեն էր, էլի, քանի որ չէի լսել ու դրա համար սրտիկ փոխանցեց Արմանը մեզ։ Իսկապես շատ կարևոր է եւ որ կա նաեւ այդպիսի տոն, որ հանկարծ չասեք, ձեր տոները շատ են, մերը քիչ է։ Այսօրվանից հանգիստ կքնենք։ Դուք էլ ունեք մի քանի տոն, այնպես որ մենք էլ միշտ մի տոն եղավ, էլ ինչ, մի տոն էլ։ Լավ։ Բայց մենք շարունակում ենք, չէ, ձեզ նաև շնորհավորել թե հունվարի 28-ին, նաև հին ավանդույթի համաձայն շարունակում ենք շնորհավորել փետրվարի 23-ին։ Դե հա, բայց կան, չէ, այդպիսի տոներ։ Բայց առանձնահատուկ այսօր է, այո, ինչև է։ Այսօր ձեր տոնն է հիրավի Այդպես կարող եմ ասել, իդեպ ես փորձեցի հասկանալ, թե առհասարակ ժամանակակից տղամարդը ինչպիսին պետք է լինի ըստ երկրների, որովհետև ինչու եմ շեշտում ըստ երկրների, կախված ազգային պատկանելությունից, բնավորությունից, արժե համակարգից, այնտեղ նաև պահանջներն են փոխվում, խախտվածքները եւս։ Ճապոնիային եմ ուզում անդրադառնալ, Ճապոնիայում ժամանակակից տղամարդը պետք է լինի կարգապահ, աշխատանքին նվիրված, խոսքում սակավախոս, բայց գործողությամբ հարուստ, բարձր պատասխանատվությամբ ընտանիքի հանդեպ, վերջին տարիներին նաև ավելի հոգատար ու մասնակցող հայր։ Դա ես եմ։ Այո։ Ես չգիտեի, որ ես Ճապոնիայում եմ։ Դե կարող ես նաև շատ նման են ճապոնացիները մեզ, շատ նման են, այո։ Եվ այստեղ, Հարավային Կորեայում առանձնացրել են արտաքինը, խնամքով արտաքին։ Այո, մարմնի կառավարված տեսք, նաև շատ կարևոր է Հարավային Կորեայում կրթված նոր տեխնոլոգիաների սիրահար, նաև զգացմունքային, բայց միևնույն ժամանակ ակտիվ ու աշխատասեր կյանքի բարձր պլաններով։ Հարավային Կորեա։ Այնպես որ իմացիր։ Ինչ ուզում ես հիմա լսենք։ Դե լավ։ Թվում է շատերը հաճելի հուշերի գիրկը ընկան։ Գնացինք։ Բարում ենք։ Oppan Gangnam Style. Gangnam Style. 낮에는 따사로운 인간적인 여자 커피 한 잔에 여유를 아는 품격 있는 여자 밤이 오면 심장이 뜨거워지는 여자 그런 반전 있는 여자 너는 선호해 낮에는 너만큼 따사로운 그런 선호해 커피 식기도 전에 원샷 때리는 선호해 밤이 오면 심장이 터져버리는 선호해 그런 선호해 아름다워 사랑스러워 그래 너 그래 바로 너 아름다워 사랑스러워 그래 너 그래 바로 너 지금부터 갈 때까지 가볼까 오빤 강남스타일 강남스타일 오빤 강남스타일 강남스타일 오빤 강남스타일 Hey sexy lady 오빤 강남스타일 Hey sexy lady 성숙해 보이지만 놀 땐 노는 여자 이때다 싶으면 묶었던 머리 푸는 여자 가렸지만 웬만한 노출보다 야한 여자 그런 감각적인 여자 나는 선호해 점잖아 보이지만 놀 땐 노는 선호해 내가 되면 완전 미쳐버리는 선호해 근육보다 사상이 울퉁불퉁한 선호해 그런 선호해 아름다워 사랑스러워 그래 너 그래 바로 너 아름다워 사랑스러워 그래 너 그래 바로 너 지금부터 갈 때까지 가볼까
Oppan Gangnam Style. Gangnam Style. Oppan Gangnam Style. Gangnam Style. Oppan Gangnam Style. Hey, sexy lady. Հոպ։ Դե լավ, ինչքան parեցիս ապրես, բայց չխանգարենք Բայց ժամանակին հիթ էր, չէ։ Ժամանակին այո։ Ու միևնույն է իր տարօրինակությամբ հանդերձ լսվում է։ Որ երկիր ենք հիմա տեղափոխվելու եւ Միացյալ խոսելու Նահանգներ։ տղամարդկանց մասին։ Գնանք Միացյալ Նահանգներ, այնտեղ անկախ եւ ինքնաբավ կարիերային զարգացում պլյուս անձնական ազատություն, ընտանիքում հավասարակշռված դերերի կողմնակից գնահատում է ինքնադրսևորումը եւ անձնական սահմանները։ Դե մի քիչ էգոիստ էլի։ Հա։ Այո, մեկ բառով ասած, մի քիչ էգոիստ։ Եթե այստեղ դիտարկենք Հարավային Կորեան, մի քիչ թիթիզ։ Գնանք Ֆրանսիա։ Գնանք։ Դե բնականաբար եթե ասում ենք Ֆրանսիա, այնտեղ պիտի նշենք էլեգանտ բառը, առանց դրա հնարավոր չէ, էլեգանտ, կոկիկ, բայց ոչ ծանրաբեռնված, զրույցի, մշակույթի արվեստի գնահատող, ռոմանտիկ, բայց նաև ազատություն սիրող, համեստ, բնական շփման մշակույթով։ Մեկ գավաթ գինիով ժամեր նստելու զրույցը։ Բայց իմ սիրելի Իտալիա ենք տեղափոխվում, երբ գնացել էի Իտալիա, ես ինձ զգում էի կինոյում, ասա ինչու։ Այդ ինչ ես տեսել։ Ոչ իման ուղղակի բոլորը այնքան կոկիկ հագնված, ոնց որ ֆիլմի հերոսներ լինեին, փողոցում քայլում էին, Փարիզում էլ են կոկիկ հագնված։ Մի տեսակ իտալական շունչն ուրիշ է, էլի, այնտեղ կա էմոցիա, հույզերը շատ են, հասկանում ես։ Օրինակ, ճիշտ է, վառ կերպար, զգեստի վրա մեծ ուշադրություն, տես ճիշտ էր իմ դիտարկումը։ Ընտանիքամետ եւ ջերմ, էմոցիոնալ, արտահայտիչ, խարիզմատիկ կյանքը վայելող, սնունդ, երաժշտություն, ճամփորդություն, սիրող, համաձայն եմ ամբողջությամբ։ Լավ, թող այդպես լինի։ Ինչու վերապահումով։ Դե բան չասացի, բա ոստիկանները հատուկ ընտրված ինձ Իսպանիայում էլ այդպես, ոստիկանները հատուկ կաստինգ են անցնում, որ ընտրվեն, արտաքինը շատ կարևոր է։ Մի խոսքով նայում ես ու զարմանում ես։ Նույն Իսպանիայում եւ Հունաստանում, ասեմ քեզ։ Հունաստանում մի քիչ ավելի, չգիտեմ, Իտալիայում մի տեսակ շատ է, կոկիկությունը շատ է, չգիտեմ։ Դե լավ, ինչ ջղայնացիր։ Չեմ ջղայնանում, հիշում եմ, ուզում եմ նորից հայտնվել Հայերի մասին այդ ցանկում ոչինչ չկա։ Կա, ես անպայման կընթերցեմ։ Պահել եմ այդ թանկ կտորը պահել եմ վերջ։ Լավ։ So hard to explain. Who you got?
The station with the best music. Best music. Սուրճ ու սեր առավոտից։ 10:45 րոպե, մենք շարունակում ենք սիրով աշխատել ձեզ համար հանրային ռադիոյի ասենք, որ ուղիղ կատարողի իտալացի էր, բայց անգլերեն էինք լսում, ու ես հույս ունեի, որ դու կընտրեիր մի երգ, որը ինձ կտաններ իտալական փողոցներ, բայց դա Մենք դեռ չարեցի։ կլսենք այդ երգերը հենց Իտալիայում։ Լավ, տես խոստացել ես եթերում այն էլ, տես սպասում եմ։ Այո։ Նոյեմբերի 19-ը օրը չորեքշաբթի, մենք շարունակում ենք ճամփորդել եւ նաեւ պատմել, թե որ երկրում ինչպեսին է տղամարդը։ Գնանք Մեծ Բրիտանիա, զուսպ կուլտուրական չափավոր իր դժվարությունները պահում է ներսում, բայց ավելի բաց են ու խոսող, կենսակերպում կարգապահությունն է, խոսքի եւ վարքագծի մեջ շատ հարգալից են։ Հիմա տեղափոխվում ենք Բրազիլիա, ուրախ, կենսախինդ, հաղորդակցվող, խնամքով մարմին, սպորտը մեծ դեր ունի նրանց կյանքում, սոցիալական ընկերասեր Եվ վերջին կետը շատ ծիծաղելի է։ Դաժան տղամարդկային ստերեոտիպներից անցում դեպի ավելի զգացմունքային ու բաց կերպար։ Դե լավ էլի։ Իսկ հիմա գնանք Հայաստան, տեսնենք թե ինչ են առանձնացրել։ Դե բնականաբար չէր կարող առաջին կետում այս չլիներ, ընտանիքակենտրոն ու հոգատար։ Այո, հենց այդպես էլ կա։ Ճիշտ աշխատանք, ընտանիք հավասարակշռություն գտնելու փորձ։ Ավելի բաց է դարձել զգացմունքների ու խոսքի մեջ էտելը ճիշտ, սատարող է, պատասխանատու արժանապատիվ վարքագծով։ Դա էլ է ճիշտ։ Լիովին համամիտ եմ։ Ամենակարևորը, որ շատ ջենթլմեն են հայ տղամարդիկ, եւս մեկ անգամ սրտան շնորհավորում ենք ձեզ համաշխարհային օրվա առիթով։ Բարում մեր պապերը նենց են բարում, որ շարժում են սարքարես բարերը, մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում, որ ապրելը պինպայի անցյալի թել է, այդ բարի մեջ կա կոգենը ուսուսի հարուցի նման, բերեն շարժումները պինպայի ուսերը դու հողին ամուր խբի ոտքերով, մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում, որ ապրելը պինպայի անցյալի թել է, այս բարի մեջ կա կոգենը, հստակի ես մեջ եմ ուշուվան, մեր պապերը միացիր ամեն ինչ մոռացիր գորասր դիտ բարերը, որին ես ուժեղում իշտ խելոքն ինչպես բարի պապերը, պինպայի անցյալի թել է, այս բարի մեջ կա կոգենը Samuel Hagop, Դարերի խոքից եկած մեզ բարեն բարում, մեր պապերը մեծ են բարում, որ շարժում են սարքարես բարերը, մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում, որ ապրելը պինպայի անցյալի թել է, այդ բարի մեջ կա կոգենը ուսուսի հարուցի նման, բերեն շարժումները պինպայի ուսերը դու հողին ամուր խբի ոտքերը մեզ տագի ես մեջ եմ ուշուվան, մեր պապերը միացիր ամեն ինչ մոռացիր գորասր դիտ բարերը Քոչարի, որ ստիպում հոգուտ մեջն ես Քոչարի, դու բարի, որ ինքդ քեզ ճանաչես Քոչարի, քո պարը պապերի ամպերից վեր պահի Քոչարի, բոլորին պարելու կոչարի Քոչարի, բոլորին պարելու կոչարի
10:50 րոպե դուք շարունակում եք լսել հանրային ռադիոյի առաջին ալիքը, ինչպես միշտ մենք առավոտյան այս ժամերին աշխատում ենք ուղիղ եթերում։ Սիրով ենք աշխատում ձեզ համար ուղիղ եթերում եւ փորձում ենք միայն դրական լիցքեր փոխանցել ձեզ, նաեւ իհարկե կարեւոր տեղեկություններ ներկայացնել ձեր ուշադրությանը։ Հաղորդման ավարտին ես մի հետաքրքիր հարցում եմ գտել, հարցում, որ անցկացվել է Ռուսաստանի Դաշնությունում, այս հարցում իդեպ լայնորեն տարածում է գտել ռուսական զանգվածային լրատվամիջոցներում եւ հոգեբանության ինստիտուտն է ազգային կատարել այս հարցումը։ Շատ հետաքրքիր թվեր են, ասեմ քեզ Լուսինե։ Ասա։ Պարզվում է, որ ռուսաստանցիների 20%-ը վստահ են, որ արևն է պտտվում երկրի շուրջ, այլ ոչ երկիրը արևի շուրջ։ Դու լուրջ ես ասում։ 20%-ը։ Սա դրա մենը չէ։ 16% ռուսաստանցիների վստահ են, որ մարդիկ եւ դինոզավրերը ապրել են միևնույն ժամանակ։ Նույն ժամանակահատվածում։ 39% ռուսաստանցիների հավատում են չար ուժերին, որ դրանք գոյություն ունեն։ Իսկ 34% ռուսաստանցիների հավատում են, որ էքստրասենսները կարող են գուշակել, այսպես կանխատեսել ապագան։ Պետք է հավատալ նրանց։ Հետաքրքիր է, ինչպիսին կլինեին արդյունքները, եթե նմանատիպ հարցում անցկացվեր Հայաստանի Հանրապետությունում։ Էլի ուրախ էր լինելու, անկեղծ ասած։ Դու պատկերացնում ես 20%-ը վստահ է, որ արևն է պտտվում երկրի շուրջ, այլ ոչ հակառակը։ Այո, եւ հաճախ համացանցում ենք տեսնում ենք տարատեսակ տեսանյութեր, որտեղ հասկանում ենք, որ այո, մենք մտածում ենք, թե բոլորը գիտեն, դրանք པարզ բաներ են, որ բոլորը պիտի իմանան, բայց արի ուտես, որ հեչել այդպես չէ։ Մարդու երևակայությունը սահման չունի։ Հետաքրքիր կլիներ, որպեսզի այն նման հարցում մեզ մոտ անցկացնեին, տեսնես ինչպիսին կլինեին պատասխանները, տոկոսային Մենք կսպասենք անհամբերությամբ նմանատիպ հարցման արդյունքները տեսնելու համար։ Հետաքրքիր է, դե ընդհանուր բնականաբար միջինացված են այս թվերը։ Դա բնականաբար, հա, բայց լայն տարածում է գտել եւ բոլոր ԶԼՄ-ներով այս տեղեկատվությունը։ Դե չգիտես, ծիծաղում են թե ծիծաղենք թե լացվին ենք այդ տարբերակն է։ Վերադառնանք Facebook-յան տարածք ունենք գրառում։ Այո, մշտական ռադիոլուսող Սետախոսյանն է գրում։ Բարի լույս, բարի առավոտ լուսո առավոտ արդար, սիրելի տղա գից մարդեր։ Շնորհավոր ձեր օրը, երբեք մի մոռացեք, դուք ինչքան բարձր եք, դասվել Աստծոն հայր են ասում, այո։ Մնացեք այդ բարձրության վրա, սիրելի Լուսինե, բազմոցին թիկնած գրողների մասին, բումերանգի օրենքը ոչ մեկ չի փոխել։ Այո։ Ինչ անես, մի օր էլ քեզ է վերադառնալու բարի լինեք, ներողամիտ ու սիրող։ Ճիշտ է, համամիտ եմ։ Դե իմ ասացնել դա էր, որ պետք է բարի եւ ներողամիտ լինենք։ Սա եւս շատ կարեւոր է ու ամեն օր ենք դրա մասին խոսում։ Դա Աստված կա մի օր, որ դրա կարիքը չլինի եւ չասենք, որ եկեք լինենք բարի։ Ուղղակի իմանանք, որ բոլորս էլ պիտի բարություն գործենք, լինենք շնորհակալ, որ ամեն առավոտը բացվում է եւ մենք այն տեսնում ենք։ Մի քիչ մրսում ենք մի օր, մի քիչ չդժգոհենք, այո։ 9 աստիճան տաքություն է այս պահին մայրաքաղաք Երևանում։ Երեկոյան մի քիչ կտաքանա։ Կտաքանա մինչև 15 աստիճան։ Հաջող աշխատանքային օր ենք մաղթում բոլորին։ Իսկ ձեզ համար սիրով նոյեմբերի 19-ի ուղիղ եթերում աշխատեցին Լուսինե Մուրադյանը եւ իհարկե Տիգրան Հարությունյանը։ Վերջում եւս մեկ անգամ շնորհավոր եմ բոլոր տղամարդկանց, որովհետեւ այսօր տղամարդկանց համաշխարհային օր է։ Առողջ եղեք, մեր կողքին եղեք սիրված, գնահատված եւ փորձեք այդ նույնը տալ մեզ։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետ են, կհանդիպենք վաղը 9:30-ից։ Ты где-то там, а я где-то там, разбросала нас с тобой. Но если тебе станет не по себе, телефон разрывается твой, и катятся твои слезы по моим щекам. И кажется несерьезным, что ты там, а я там. И катятся твои слезы по моим щекам. И кажется несерьезным, что ты там, а я там. Не рады мы, что не рядом мы, но так решили мы вдвоем. Но если в тебя целится беда, то попадает сразу в сердце мое. И катятся твои слезы по моим щекам.
Ты снова в пути, а я там, где ты, мыслями и душой. Будь ты на луне, но если плохо мне,